1813 թվականի հոկտեմբերի 12-ին Արցախի Գյուլիստան գավառում գտնվող համանուն Բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրի համաձայն Արցախը դուրս է բերվում շահական Պարսկաստանի կազմից եւ մտցվում է ցարական Ռուսաստանի կազմի մեջ։ Եվ այդ վիճակը պահպանվում է մինչև 1917 թվականը, մինչև Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխությունը։ 1918 թվականի մայիսի 25-ին Հայոց ցեղասպանության դահիճներից մեկի Էնվեր Փաշայի կրտսեր եղբայրը գեներալ լեյտենանտ Նուրի Փաշան հիմնում է Կովկասի իսլամական բանակը, որի մեջ ընդգրկում է 25,000-անոց մի զորամաս, կանոնավոր օսմանյան զորք, փոքրաթիվ թվականակով, ուրեմն կովկասյան թաթարական մի զորք, որը հետագայում պիտի կոչվեին ադրբեջանցիներ, եւ մի որոշակի քանակությամբ նաեւ դաղստանցիներ։ Ուրեմն դա ստեղծելուց հետո Կովկասի իսլամական բանակի, այսպես ասած, գլխավորելով Կովկասի իսլամական բանակը, նա ուրեմն 1918 թվականի սեպտեմբերի սկզբներին մուտք է գործում Բաքու, իրականացնում 30,000 հայերի ցեղասպանություն կամ կոտորած եւ իշխանությունը վերցնում իր ձեռքը։ Հիմա 1918 թվականի մայիսի 26-ին լուծարվում է Անդրկովկասի Սեյմը։ 2 օր անց, մայիսի 28-ին, իր անկախությունն է հռչակում Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը։ Եվ հիմնվելով Կովկասի իսլամական բանակի ռազմական ներուժի վրա, Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իշխանությունը հաստատվում է Բաքվում սեպտեմբերի 18-ին եւ սկսում իր խիստ եւ հանդուգն պահանջները ներկայացնել Արցախահայությանը։